Բարև ձեզ։ Եկեք խոսենք Archie Check AI-ից, բայց ոչ թե ուղղակի որպես շինարարական գործիք, այլ պատկերացրեք, սա մի բան է, որը կարող է ամբողջությամբ փոխել, թե ինչպես ենք մենք դասավանդում շինարարության կառավարում ու աուդիտ։ Հետաքրքիր է, չէ՞։ Դե եկեք տեսնենք, թե ինչպես է դա անում։ Դե սա այն հարցն է, որը երևի թե բոլորիս էլ հուզում է, ովքեր այս ոլորտում են։ Լավ, ոնց անենք, որ շինարարական աուդիտի այդ, գիտեք, չոր տեսությունը, այդ թվերը, այդ կանոնները դարձնենք մի բան, որը ուսանողը կարող է իսկապես զգալ, շոշափել, հասկանալ գործի մեջ։ Լավ, եկեք սկսենք խնդրից։ Որպեսզի հասկանանք լուծման արժեքը, պետք է հասկանանք, թե ինչու է ընդհանրապես շինարարական աուդիտ դասավանդելը բարդ։ Հիմնականում խնդիրը նրանում է, որ ամեն ինչ շատ վերացական է։ Ուսանողին պակասում են ինտերակտիվ գործիքներ, որոնք կօգնեն իսկապես խորը հասկանալ նյութը։ Մենք հիմնականում ինչ ենք անում, չէ՞, տալիս ենք դասագրքեր, static case study-ներ, բայց սրանք իրենց սահմանափակումներն ունեն։ Փաստացի տեսության ու իրական պրակտիկայի միջև մի մեծ անդունդ է առաջանում։ Ուսանողը կարող է անգիր իմանալ բոլոր կանոնները, բայց երբեք չի զգային իրական ճնշումը, երբ բյուջեն գերածախսի մեջ է ու դու պետք է որոշում կայացնես։ Ու հենց այստեղ է, որ բեմ է դուրս գալիս Archie Check AI-ը։ Սա ուղղակի հերթական ծրագիրը չէ, պատկերացրեք սա որպես մի իսկական թվային փորձադաշտ, մի sandbox։ Մի տեղ, որտեղ ուսանողները կարող են ազատ կիրառել իրենց գիտելիքները, սխալվել ու ամենակարևորը՝ սովորել այդ սխալներից, ու այս ամենը առանց որևէ ռեալ ֆինանսական ռիսկի։ Լավ, իսկ ո՞նց է սա աշխատում։ Archie Check AI-ը ուսանողին տանում է 4 պարզ տրամաբանական քայլով, բայց սա ուղղակի քայլերի հաջորդականություն չէ, սա ավելի շատ մտածողության մի մոդել է, որը նրանք կկարողանան օգտագործել իրենց ամբողջ կարիերայի ընթացքում։ Եկեք միասին անցնենք այս քայլերով, հա։ Դե ինչ, ամեն ինչ սկսվում է հիմքերից, ճիշտ է։ Առաջին քայլում ուսանողը պետք է սահմանի աուդիտի շրջանակը։ Այսինքն, որոշի, թե կոնկրետ ինչն է ստուգելու, ինչպես իրական պրոյեկտում դուք պետք է որոշեք, ուզում եք կենտրոնանալ ճարտարապետության, օդափոխության համակարգի, թե էլեկտրականության վրա։ Ու հենց սա է մանկավարժական տեսանկյունից շատ կարևոր։ Գիտեք, դասագրքերում կարող ես 1000 անգամ կարդալ առաջնահերթությունների մասին, բայց այստեղ ուսանողը ինքն է որոշում կայացնում։ Նա պետք է մտածի ու հասկանա ինչն է ավելի կարևոր, իսկ ինչը երկրորդական։ Հենց սկզբից կրիտիկական մտածողություն է զարգանում։ Անցանք երկրորդ քայլին ու այստեղ մի շատ կարևոր բան է ի հայտ գալիս, որը կա ռեալ կյանքում՝ մասնագիտացումը։ Գործիքը հարցնում է. լավ, իսկ քեզ ինչ տեսակի AI փորձագետ է պետք։ Սա ստիպում է ուսանողին մտածել, թե կոնկրետ ում խորհուրդն է իրեն պետք։ Իրականում սա նույնն է, ինչ ռեալ պրոյեկտում ճիշտ մասնագետ ընտրելը։ Ու սա ուսանողներին մի անգին դաս է տալիս, որը նրանք հաստատ կհիշեն։ Տարբեր խնդիրներ, տարբեր մասնագետներ են պահանջում։ Դու չես կարող ամեն ինչի գիտակ լինել։ Հենց այս ընտրությունը ստիպում է նրանց գիտակցել թիմային աշխատանքի, ճիշտ մարդուն դիմելու կարևորությունը, իսկ դա ցանկացած մեծ պրոյեկտի հիմքն է։ Եվ երրորդ քայլը։ Այստեղ մենք արդեն ենթադրություններից անցնում ենք կոնկրետ կառուցվածքային ախտորոշման։ Ուսանողն այլևս քաոսային չի փնտրում խնդիրները, այլ գործիքի օգնությամբ համակարգված քայլ առ քայլ սկսում է իր հետաքննությունը։ Իսկ սա ինչի համար է լավ։ Որովհետև այս գործառույթը ըստ էության մարզում է ուսանողի ուղեղը մտածել ալգորիթմիկ։ Խնդիրը լուծելն արդեն դառնում է տրամաբանական շղթա, խնդրի հայտնաբերում, վերլուծություն, լուծում։ Ու հենց սա է այն հմտությունը, որը տարբերում է նորեկին փորձառու մասնագետից։ Հասանք 4-րդ քայլին՝ վերլուծությանը։ Հիմա արդեն ուսանողի հերթը չէ, նա մի քայլ հետ է գնում ու AI-ին սկսում է աշխատել։ Ինչ է անում։ Վերցնում է բոլոր տվյալները, համեմատում իր հսկայական բազայի հետ ու պատրաստում իր եզրակացությունները։ Կարևորը սրանք հիմնված են փաստերի վրա, ոչ թե զուտ ենթադրությունների։ Ու այստեղ ուսանողը սովորում է համբերություն, ու որ ամենակարևորն է վստահել տվյալներին, որ նախքան շտապ եզրակացություններ անելը պետք է սպասել, թույլ տալ, որ վերլուծությունն իր գործն անի։ Սա արդեն պրոֆեսիոնալ կարգապահություն է ձևավորում։ Լավ, մենք անցանք ամբողջ վերլուծական process-ը ու հիմա հասել ենք երևի թե ամենահետաքրքիր մասին՝ ճշմարտության պահին։ Այն պահին, երբ այդ վերացական թվերն ու վերլուծությունները վերածվում են շատ կոնկրետ, շատ շոշափելի ֆինանսական արդյունքների։ Պատկերացրեք, սա այն ահա պահն է, երբ ուսանողի համար տեսությունը դառնում է ռեալություն, երբ նա իր աչքով է տեսնում, թե ոնց կարող է մի փոքր սխալը կամ մի բաց թողնված դետալը հանգեցնել, ասենք, 100,000 դրամների կորստի։ Հենց այս պահն է, որ դասը ընդմիշտ մնում է հիշողության մեջ։
Ու ահա, խնդրեմ, ճշմարտության պահը վիզուալ կերպով։ Այս երկու աղյուսակների կողքի համեմատությունը ուղղակի աներևակայելի հզոր գործիք է։ Միանգամից առանց երկար բացատրությունների երևում է տարբերությունը՝ մինչև եւ հետո։ Ոչ մի դասագիրք ու ոչ մի դասախոսություն չի կարող այսքան պարզ ու հասկանալի ցույց տալ աուդիտի իրական արժեքը։ Եվ այս պարզեցված աղյուսակում ամեն ինչ բացարձակ պարզ է դառնում։ Ուսանողները տեսնում են ոչ միայն թե ընդհանուր ինչքան գումար է խնայվել, այլև կոնկրետ որտեղ են եղել խնդիրները, որտեղ է յային գտել անարդյունավետ ծախսեր։ Սա արդեն տեսություն չէ, սա արդեն կոնկրետ ուղեցույց է գործողության համար։ Դե մինչև հիմա տեսանք, թե գործիքը ոնց է օգնում ուսանողին, բայց սա ամենը չէ։ Archicheck AI-ը նաև անչափազոր գործիք է հենց դասախոսների համար։ Եկեք միասին նայենք այն ֆունկցիաներին, որոնք թույլ են տալիս կրթական process-ը դարձնել շատ ավելի անհատականացված։ Օրինակ, կաղապարների կամ շաբլոնների կառավարիչը։ Սա ըստ էության դասախոսին դարձնում է ուսումնական process-ի ճարտարապետ։ Դուք կարող եք ստեղծել ձեր սեփական յուրահատուկ առաջադրանքները հենց ձեր ուզած թեմաներով, կամ նույնիսկ ստեղծել քննություններ, որոնք ստուգում են ոչ թե ուղղակի անգիրարածը, այլ իրականում խնդիր լուծելու կարողությունը։ Սա կարելի է ասել ուղղակի կոչ է բոլոր դասախոսներին ու կրթական ծրագրեր մշակողներին։ Պատկերացրեք, որ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական case study-ները, որոնք 100%-ով համապատասխանում են ձեր դասընթացի կոնկրետ թեմային։ Այսինքն գործիքը լիովին հարմարվող է ձեր կարիքներին, դասընթացը դարձնելով շատ ավելի արդիական ու էֆեկտիվ։ Հիմա էլ զրուցարանը։ Սա այն ֆունկցիան է, որը пассив ուսուցումը վերածում է ակտիվ երկխոսությանը։ Ուսանողը կարող է ոչ միայն նայել արդյունքներին, այլև խորանալ դրանց մեջ, հարցնել՝ իսկ ինչու է այսպես, ու ստանալ անմիջապես բացատրություն։ Սա ուսուցումը դարձնում է սուպեր անհատականացված ու ինտերակտիվ։ Օրինակ, պատկերացրեք, ուսանողը հարցնում է. «Լավ, բայց կարող եք բացատրել, թե ինչու է այս նյութը ավելի թանկ, բայց երկարաժամկետում ավելի արդյունավետ»։ Սա ուղղակի ինֆորմացիա ստանալու հարց չի, սա արդեն ցույց է տալիս, որ զրույցարանը խթանում է քննադատական մտածողությունը։ Փաստացի դա դառնում է մի իսկական սոկրատյան երկխոսության գործիք։ Լավ, մենք տեսանք Archicheck AI-ի հիմնական հնարավորությունները։ Հիմա եկեք փորձենք ամփոփել ու մի քիչ ավելի լայն նայել։ Իսկ ինչ է սա նշանակում ընդհանրապես կրթության ապագայի համար։ Ու սա այն հարցն է, որը ես ուզում եմ թողնել ձեզ կրթության ոլորտի մասնագետներից։ Մի պահ մտածեք, արդյոք այսպիսի AI օգնականները ուղղակի գործիքներ են, թե մենք տեսնում ենք տեխնիկական կրթության ապագա դասախոսների օգնականների ծնունդը։ Այս հարցը մեզ ստիպում է վերաիմաստավորել ոչ միայն մեր դասավանդման մեթոդները, այլև հենց ուսուցչի դերը վաղվա դասարանում։ Շնորհակալություն ուշադրության համար։